Բարի լույս ընկերներ, փոքրիկներից թողեցի, ուզում եմ մի քիչ քայլեմ ձեզ տեղի ծաղկած ծառերը ցույց տամ։ Ինչպես արդեն ասել է, այստեղ ամեն ինչ ծաղկում է, հələ այստեղ նայեք, հələ գեղեցկությանը նայեք։ Ամբողջ մագնոլիաները այստեղ արդեն ծաղկում են, շատ սիրուն են, բայց շատ կարճ է տևում ցավոք սրտի, իրանց կյանքը տևելու է լավագույն դեպքում 15-20 օր վերջ, հետո ինքը թափվում է այս վարդագույնը և դառնում է սովորական կանաչ ծառ, ճաղմկոտա չէ այս փողոցները ժողովուրդ, սովորական կանաչ ծառ է դառնում, բայց այս շրջանում երբ որ ծաղկում է, իհարկե շատ գեղեցիկ է, ճիշտնա, հələ լիմոնները նայեք, ոնց եմ ես են սիրում ժողովուրդ, քայլելու նայել տները, չեք պատկերացնում, ոնց եմ ես սիրում, միջև ես տուն ունեի, ժողովուրդ ձեզ պատմեմ, հələ որ չգիտեի էլ կունենամ, չեմ ունենա, կարողանամ գնեմ թե ոչ, ես միշտ որ նոր էի այդ նոր առաջին տարիները հատկապես ժողովուրդ, ես քայլում էի այս փողոցներով այս սեփական տների, նենց էի նայում ժողովուրդ, ինձ թվում է ես ինչ-որ մեկը ինձ նկատեր, լավ չէր լինի, բայց ես անընդհատ նայում էի տներին, նայում էի ոնց են իրանք խնամում իրենց բակերը, ինչ սիրուն են այս ծաղիկները, ծառերը, բոլոր պատշգամբներից կանաչը, նենց էր ինձ դուր գալի ժողովուրդ չեք պատկերացնում, մի տեսակ յուրահատուկ էր իմ համար այդ ամեն ինչը, նույնիսկ ստեղ սովորական բնակելի շենք, հա, բայց բոլոր պատշգամբներից տեսնում եք, բոլորը ունեն այս ծաղկամանները, որտեղ կան այս ծաղիկները, ինչ որ հմայք տալիս է շենքերին, էլ ինչ ուզում եք ասեք, նույնիսկ եթե շենքը գեղեցիկ չի, բայց եթե բալկոնները ամեն ինչը այս են սիրուն արված է, հələ ծաղիկներն այդ սիրուն է, չգիտեմ ինչ է, արդեն սիրուն է թվում, իդեպ ստեղ մեզ մի բնակարան էին առաջարկում հենց այս շենքում, երկրորդ հարկը առանց լիֆտ ու մենք չուզեցինք բնականաբար, բայց թանկ չէր, ինչ-որ 200,000 էր, կարգ էր, 190,000 էր, թանկ չէր հեչ։ Ոյ ընկերներ ջան, ստեղ մի հատ էլ մագնոլիա կա, քայլում եմ, ուզում եմ ձեզ անպայման ցույց տամ, փոքրիկներից թողել եմ, սենց բոսնելով գնում եմ ժողովուրդ, ստեղ մի հատ հսկայական մագնոլիա կա, հույսով եմ չեմ ամաչի կանգնեմ նկարեմ, հեսա ձեզ փորձեմ ցույց տամ ինչ սիրունություն է, այս մեր նախկին Վարդցով տան մոտի թաղամասն է, ու ես ամեն օր դրա կողքով անցնում էի ժողովուրդ և հիանում է, հատ նույն շենքից է, բնականներ է սովորական, 2 հարգանի է շենքը, ոնց որ դռներն է պատկերացրեցիք, այստեղ էլ եմ տունն է, այս տան մեջ 90 քառակուսյանոց բնակարան էր, մի հարկ ոնց որ բնակարան էր, այս այգին ընդհանուր այգի է, մեկ հոգու չի էլի, հələ մանդարինները նայեք ժողովուրդ, հələ ստե նայեք, սիրուն է, ուրեմն այդ բնակարանը արժեր 330,000 պետք էր վերանորոգել, հեսա կանգնենք ես մարդկանց դռան մոտ նկարենք, հայտարակ են կլնելու, բայց մի հատ նայեք ես գեղեցկությանը, չեմ կարա չնկարեմ, հələ ստե նայեք, հələ ստե նայեք ինչ սիրուն է, հələ ծաղիկները նայեք, ծաղիկների չափը նայեք, այսօր անձրևոտ է իհարկե մի քիչ, բայց դա նրա գեղեցկությունը չի պակասացնում, ցավոք սրտի իմ տան դիմացինը սա չի, ուրիշ տեսակ մագնոլիա, սենց խիտ ծաղիկներ չէ, մի հատ ծաղիկներ են, սենց իրարից հեռու, դες շատ սիրուն է իհարկե, հələ ստե նայեք, որ արևային օրան այս վարդագույն է, թափում արդեն, բայց տերևները վերջ, եվս մի քանի օր, վсё ընկնում է տերևները ժողովուրդ, մի քանի օրից ամբողջը կթափի, բայց իհարկե աննորմալ գեղեցկություն է, այս իմ հաճույքն էր ստեղ ամեն օր գալ կանգնել ու նայել այս ծառերի վրա, այս գեղեցկությանը, ես է կանգնել եմ, իմ կողքն մեկը կանգնեց, ու որոշեց նկարի, տեսակ գլուխը անցավ,
Բոլորը աչքից գալիս են ստեղ նկարում են ժողովուրդ այս մարդկանց ծառը։ Սեփական տուն է սովորական։ Իրանց այգին անայք, այսպես մեջ աճում է այս գեղեցիկը։ Լքենք գեղեցիկին, շարունակենք մեր ճանապարհը ժողովուրդ։ Գնանք։ Ընկերներ ջան։ Քայլենք։ Գնանք դեպի տուն։ Միմոզան ամբողջությամբ ծաղկած է, արդեն սկսում է սենց գույնը փոխել ու ընկնել, գիտեք։ Ինձ առաջ շատ էր դուր գալի, բայց հետո որ բնականը մեջը տեսա, մի քիչ մոդեռնոտ են, չէ, սենց 3 կորպուսից են բաղկացած, բայց սեփական տուն չի, էլի այդքան, ավելի շուտ դա ոնց որ ընդամենը 6-ը բնակարան է, բայց մեկը շենք է։ Մերը գոնե 2 բնակարան է, այսինքն մենք ենք ու մեր տակն է, ուրիշ ոչ մեկ չկա։ Ես գերադասեցի, ասեցի ոչինչ լավ, գոնե թող մի հոգի հարևան լինի, քանց թե 5 հոգի հարևան։ Ընկերներ ջան, այսօր թղթի օրն է ժողովուրդ։ Դրա համար բոլոր տեղ այս դեղին բիդոնը դա թղթի օրն է։ Կտեսնենք սեփական տների մոտ այդպես։ Ընկերներ, նոր վերադարձա, երեխաներին թողեցի եւ արդեն ձեզ ինչպես ասում էի, այդ 200 եվրո մեծ գնումը, էլի մեծ գնում է, բայց միևնույն է, օրը մեջ ես մտնում եմ սուպերմարկետ եւ պարտադիր էլի ինչ որ ծախսեր լինում են։ Ցավոք սրտի չի լինում, որ ես գնամ 200 եվրոյի գնում եւ դրանից հետո այլ ծախսեր չունենամ, ընկերներ ջան։ Հիմա ես ցույց տամ ինչ եմ գնել։ Վերցրել եմ մի հատ այսպես պիցցա սառացրած, որ հետո ես ինքս վրան ավելացնում եմ ինչ ուզում եմ եւ այդպես եմ պատրաստում։ Վերցրել եմ այսպիսի կարտոֆիլ արդեն սառացրած, կտրատած։ Տեսնեք։ Վերցրեցի ձու, որը մենք մոռացել ենք դնենք։ Վերցրեցի այսպիսի կոմպոտներ։ Վերցրեցի շաքարի փոշի վանիլով։ Վերցրեցի գերեզկուհու ուտելիքը, որտեղ ինքը արդեն վատանալ է հենց։ Վերցրեցի այսպիսի յոգուրտներ, այս մայրը կսասիրում։ Վերցրեցի սենց շոկոլադի ձվիկներ, որ լցնեմ այս ամանիկի մեջ։ Վերցրեցի ինձ համար այսպես բրինձով ու կաթով դիսերտ, ասես ասեմ։ Եվ վերցրեցի չաբատա հաց։ Դա հացը բնականաբար շուտ է վերջանում։ Վերցրեցի եւս այսպիսի կոնֆետներ էլի ձվիկի տեսքով։ Վերցրեցի ֆիլո տեսակյան փախլավայի խմորը։ Վերցրեցի այսպիսի գրիսինիներ, երեխաները շատ են սիրում։ Վերցրեցի 2 տուփ այս պաստայից բարիլլան։ Չնայած ես ասում եմ այդքան լավը չի, բայց 57 ցենտեր ամեն մեկը վերցրեցի։ Այս ամենի համար ընկերներ վճարել եմ 28 եվրո 51 ցենտ։ Կհիշեք, որ 5 եվրոյի կտրոն էին տվել, դա էլ ծախսեցի, հանեցին, ստացավ 28 եվրո ընկերներ, որտեղ 33 էր։ Այսքանն էին իմ գնումները, տեսեք, էլի միևնույնն է, գնումներ լինում են 2-3 օրը մեկ, որ հաստատ ընկերներ ջան, եթե իհարկե երեխաների հետ էլ դուրս չգամ խանութ։ Այսքանն էր։ Ընկերներ, ես արդեն գնում եմ այլ վայր, գնում եմ բանկ, քաղաքի մյուս հատվածում եմ գնում,
Այնպես որ ձեզ վերցնում եմ ինձ հետ, գնում եմ Սկանդիչի թաղամասը ընկերներ ջան, ձեզ ցույց կտամ մի քիչ։ Շատ մոտ եմ կենտրոնին, այս շինությունը եթե տեսնում եք, այս հին կոչվում է Portal Prato, այդ Պարիսներից դռներից պահպանված մեկն է, շատ քիչն են պահպանվել իրականում, ինչպես գիտեք արդեն Ֆլորենցիան ամբողջը պարսպապատված է եղել, այս մեկը պահպանվել է, ես այս տեղից եմ գնում, սպասում եմ գա իմ տրամվայը, որ ես գնամ այդ թաղամաս, ուղիղ գնում եմ համարյա թե բանկի կողքը կանգնում եմ։ Նույնիսկ դա Ֆլորենցիայի մեջ չի, այսինքն այդ տեղի գրանցում ունեցող մարդկանց անձնագրերում գրած չի Ֆլորենցիա, գրած է Սկանդիչի, կոչվում է Սկանդիչի, բայց դա Ֆլորենցիայի կոմունաներից մեկն է։ Գերներ, գնում եմ այնտեղ։ Այսպես է։ Այս մի տրամվայը գնում է ուղիղ Սանտա Մարիա Նովելլա կայարան, երկաթուղային կայարան, իսկ այս մեկը գնում է հակառակ կողմ ընդհանրապես քաղաքի։ Եկավ եմ տրամվայը ժողովուրդ։ Շատ հարմար են տրամվայներով իհարկե, ճամփորդել շատ ցավալի է, որ Երևանում չկա, որտեղ իսկապես շատ հարմար է։ Ժողովուրդ, հասա թաղամաս, որը կոչվում է Սկանդիչի, սա առանձին թաղամաս է, ունի իր կոմունան, սա է հենց իր կոմունան է, այստեղ առանձին իր օրենքներն ունի, իր փոքրիկ այսպես կենտրոնն ունի, իր խանութներով, բայց բոլոր նույն են խանութները, ինչ որ կան Ֆլորենցիայի կենտրոնում, համարյա թե բոլոր այդ խանութները կան նաև այստեղ։ Ես գնում եմ դեպի իմ բանկ ընկերներ, կարմիր է տալիս, սպասենք, երևի այս տրամվայը պիտի անցնի։ Մի քիչ ավելի ժամանակակից թաղամաս է, եթե նայեք սենց շինություններին, չնայած կան նաև հին բաներ, իդեպ բավականին թանկ է, ինչ առումով, սովորական տները նույն գներն են, բայց այստեղ հենց հիմա դրված է վաճառքի ամենաթանկ վիլլան Ֆլորենցիայի շրջակայքում 21 միլիոն, առանձին կանգնած վիլլա է ժողովուրդ, իր տարածքով ամեն ինչով հսկայական, սենց պատմական շատ սիրուն։ Այստեղ ինչպես տեսնում եք բոլոր Կալցեդոնիա, Տեզենիս, բոլոր բրենդերը այստեղ կան, որպեսզի մարդիկ հանգիստ իրենց կյանքը կարողանան այստեղ պլանավորեն։ Ես քայլում եմ դեպի բանկ, գնամ մի քանի գործարք ունեմ անելու, մի քանի բան պետք է ստորագրեմ ու նորից վերադառնամ տուն ընկերներ ջան։ Պես որ ձեզ էլ որոշեցի մի փոքր ցույց տամ Ֆլորենցիայի կողքերի թաղամասերը։